Պարոն նախագահ, երկրորդ նախագահը հայտարարեց, որ իր թիմը մասնակցելու է 2026-ի ընտրություններին, հանրապետականը որոշում ունի արդեն։ Ես հաջողություն եմ ցանկանում բոլոր այն ուժերին, ովքեր արդեն որոշել են մասնակցել 2026 թվականի ընտրություններին։ Մենք որոշում չունենք, մենք զբաղված ենք այլ գործով, երբ որ դրա ժամանակը մեր կարծիքով կգա, մենք որոշում կայացնենք։ Այդ այլ գործի մասին դիտարկում է հնչել այսօր դարձյալ նույն ասուլիսի շրջանակում, ասել են մենք մեր ստորագրությունը տվել ենք, սպասում ենք։ Դա այդ process-ը, համագործակցությունը, ստորագրություններով միանալը ենթադրում էր ստորագրություն տալ եւ սպասել, թե այլ ենթադրելի գործողություններ պիտի լինեին եւ impeachment-ի գործընթացի հաջորդ փուլը ո՞րն է, պարոն նախագահ, որովհետեւ ձեր նախաձեռնությունն է, ձեր ուժի։ Նախ այդ հարցի առաջի մեծ մասը 90%-ը ինձ չի ուղղված, խնդրում եմ ինձ ուղղված հարցեր տվեք, էլի։ Սա մեկ, երկրորդ փուլը impeachment նախաձեռնողների հայտարարությունն արդեն կա։ Եվ ուզում եմ ասել, որ նախաձեռնողները մենք չենք եղել, մենք եղել ենք պաշտպանողները, մենք եղել ենք եւ կանք տեխնացու առաջադրողները, ինչի համար մենք այդ բառը ես չեմ սիրում, էլ ասեմ հպարտենք, ինչի համար ես շնորհակալություն եմ հայտնում մեր թիմի բոլոր անդամներին, ովքեր այս գաղափարը պաշտպանեցին։ Հնարավորությունները հողոցի գեներացիայի մասին անպայման դրանք հերթով լինելու են։ Եթե նորից եմ ասում, ուշադիր հետևեք impeachment նախաձեռնողների նո էջերին ասեմ կամ նրանց խոսքին կտեսնեք, որ արդեն հայտարարություն եղել է։ Եվ եթե ուզում եք կարող եմ կրկնել, նրանք հայտարարել են, որ այս փուլը չեզոք, այսպես ասեմ, պատգամավորներին համոզելն է, որպեսզի նրանք միանան impeachment-ի